Այսօր պատիվ ունեմ Տիրոջ շնորհքով ձեր հետ կիսվել Աստծո խոսքով։ Ճիշտն ասած, խորում էի շատ անգամ ինչի մասին խոսել, բայց իմ սրտում մի բան կա, որ ուզում եմ կիսվել ձեզ հետ, սիրելի եկեղեցի, որ մենք ապրենք Տիրոջը երկրպագելով։ Ես չեմ խոսում միայն երկրպագության մասին, որ մեր շուրթերով երկրպագենք Տիրոջը հոգով, այլ մեր էությունով։ Ոչ մեկիդ ոչ մի բան նկատի չունեմ, սա առաջուց ինձ համար է, ամեն ուղղակի բաց լինենք եւ ստանանք, վերցնենք Աստծուց։ Մեր էությունով, մեր կյանքով, մեր հոգով, մեր սրտով, մեր մտքով եւ մեր քայլերով շատ անգամ մենք երկրպագում ենք Տիրոջը, հենց այդ բառը, որ ասեմ երկրպագել Տիրոջը, խնդրում եմ չգնաս միանգամից երկրպագելուն, հա, երբ որ երկրպագում ենք, այլ մեր էությունով երկրպագենք, պաշտենք, պատվենք Տիրոջը։ Ես դրա մասին եմ այսօր ուզում խոսել։ Ես չեմ ուզում, որ մենք այնպիսի քրիստոնյաներ լինենք, որ միայն երկրպագենք Տիրոջը, երբ որ ծառայություն կա։ Երբ որ կիրակի օրով գալիս ենք այստեղ, ցույց տանք, որ երկրպագում ենք Տիրոջը։ Ես չեմ ուզում, որ մենք երկրպագենք այն ժամանակ, երբ որ տնային խմբակներ են, կամ երիտասարդական ծառայություններ են, կամ աղոթքի ժողով է։ Չէ, ես ուզում եմ, որ մենք երկրպագենք Տիրոջը, դա Աստծո կամքն էլ է նաև։ Մեր առօրյա կյանքի մեջ էլ։ Երբ որ մենք գործի վայրում ենք, տանն ենք, չգիտեմ, դպրոցում ենք, ընկերական շրջապատում ենք, որ մարդիկ մեզ տեսնեն, Հորը տեսնեն մեր մեջ։ Ամեն։ Ես այսօր այդ դրա մասին եմ ուզում խոսեմ։ Եվ երբեք չկորցնենք Տիրոջը մեր կյանքի միջից։ Երբեք նրա ծածկոցի տակ միշտ մնանք։ Դա շատ կարևոր ամեն։ Ես տեղեր ունեմ Աստվածաշնչից, հեսա միաբան իրար հետ կընթերցենք, ամեն, եւ կտեսնենք Տերը ինչ է ուզում մեզանից։ Կյանքով երկրպագել Աստծուն չի նշանակում միայն երբ որ ամեն բան լավ է։ Պահեր է գալիս, որ շատ դժվար է լինում։ Ցավոտ է, մռմռում է, հա, բոլորս մարմին ենք, թե լինում է պահեր, որ ընթացքի մեջ ենք անցնում, այդ ժամանակ էլ պետք է Տիրոջը երկրպագենք։ Գիտեք, մի փոքր վկայություն նենց նոր հիշեցի, երբ որ անցնում էի մի ժամանակ մի ընթացքով, ու ես իրականում Տիրոջ կարիքը շատ ունեի։ Ես աղոթում էի, երկրպագում էի, չգիտեմ, խոսքն էի կարդում, իմ ներքին սենյակում, ես դա շատ եմ սիրում։ Ու ամեն ժամանակ, երբ որ աղոթում էի, ինձ համար էի աղոթում, ասած մեկին անունն էլ բերում իմ մտքում, որ այդ մարդու համար պետք է աղոթեմ։ Ասում լավ էլի Տերջան, ես իմ համար եմ ուզում աղոթել, որ ինձ շտկես, մաքրես, կանգնեցնես, զորացնես, ոնց որ Սուրբ ասես, չէ, դու պետք է հիմա այս մարդու համար աղոթես։ Okay, լավ, Քրիստինե, հիմա սկսում ես այդ մարդու համար աղոթել, սկսում ես աղոթում այդ մարդու համար։ Հետո զանգեցի այդ մարդուն, բազում անգամ ասես բաներ է, սա մի բան է, որ պետք է սովորենք, հնազանդվենք Սուրբ Հոգուն։ Շատ հեշտ չի, բայց է դժվար չի, բայց պետք է սովորենք։ Այդպես աղոթում եմ այդ մարդու համար ու հետո զանգեցի այդ մարդուն, գիտես, այս բանը եմ զգում։ Եթե դու մի բանի մեջ ես, դժվարության մեջ ես, երբ որ դու Տիրոջը երկրպագես, պաշտես, ինքը քո միջոցով ուրիշ մեկին օրհնություն կլինի, բայց դու պետք է թույլ տաս։
Սա մի փոքր վկայություն չէ, իսկի գրեմ։ Կյանքով երկրպագել դա նշանակում է մեր առօրյա կյանքի մեջ ամբողջովին կենտրոնանալ Աստծուն։ Ամեն նոր սա մի բան է, որ մենք պետք է սովորենք նոր ապրելաոճ։ Ես ասենց կարող եմ ասել, եթե մենք հիմա այնպիսի անոթներ ենք, որ միայն երկրպագում ենք Տիրոջը ծառայությունների ժամանակ, կամ երբ որ հովիվը հանձնարարում է, կամ ավակը հանձնարարում է, դու պետք է ծառայես, կամ դու ինչ-որ մի բան պետք է անես եկեղեցում ծառայությունների ժամանակ, եկեք մեր միտքը փոխենք, սկսած ընձանից։ Նոր ապրելակերպ։ Ամեն օր երկրպագել Տիրոջը, ամեն օր փնտրել Տիրոջը, ոչ մեկ իրականում, ոչ մեկ ինչի միջով էլ որ անցնենք, եթե մենք Աստծուն չունենանք, դուրս չեն գա այդ իրավիճակից։ Ոչ մեկ ճիշտ ձևի դուրս չի գա, եթե Տիրոջն ու Սուրբ Հոգին իր մեջ չունենա։ Կգա դուրս, բայց է կարող է հետո հետևանքներ ունենա, բայց այդ հետևանքները եկեք ընենց անենք, որ չլինի։ Ամեն։ Մեր բոլոր էություններով, տաղանդներով հնազանդվենք Աստծուն, անկեղծ լինենք Տիրոջը ամեն ժամանակ։ Սկսած աշխատանքից գրել եմ մինչև մեր անձնական կյանքը։ Ամեն։ Մի հատ էլ սկսած մեր աշխատանքից մինչև մեր անձնական կյանքը երկրպագենք եւ Տիրոջ կամքը փնտրենք մեր կյանքի մեջ։ Ուզում եմ միաբան իրար հետ ընթերցենք 4-րդ գլխի 23-ից 24-րդ խոսքերը։ Հովհաննես 4-րդ գլխի 23 եւ 24-րդ խոսքերը։ Բայց ժամանակը կգա եւ արդեն եկել է։ Համաձայնեք ինձ հետ, որ ժամանակը եկել է։ Բայց ժամանակը կգա եւ արդեն եկել է։ Երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը, հոգով ու ճշմարտությամբ, որովհետեւ Հայրը իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։ Աստված հոգի է, ու նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն։ Ժամանակը եկել է։ Իրականում ժամանակը եկել է, որ մենք սովորենք հոգով եւ ճշմարտությունով Տիրոջ երկրպագենք։ Ես ասեմ դպրոց, դուք ասեք գործի վայր։ Ասեմ սպորտը, որտեղ սպորտ ենք անում, հայ սպորտի տեղը, ուր էլ որ գնանք, մենք տեսնում ենք, որ մարդիկ խավարի մեջ են։ Միտքը պահում է, որ լուսավորություն չկա։ Ցավոք սրտի եկեղեցու մեջ էլ այդպես լինում, բայց Աստված պատրաստ է մեզի ազատագրելու, եթե մենք թույլ տանք եւ բաց անոթներ լինենք։ Ժամանակը եկել է։ Երկրպագել Աստծուն դա ավելի քան այն, որ ինչպես որ նոր ասեցի, ավելի քան այն բառերն է, որ մենք երկրպագում ենք։ Խոնարհություն, հնազանդություն, հեզություն, դա է երկրպագելը։ Տիրոջը պաշտելը, դա է երկրպագելը։ Տիրոջը հանձնվելն ու խոնարհվելը, դա է երկրպագելը։ Տերը այդպիսի մարդկանց է փնտրում։ Գիտեք, այն ինչ որ մեր սրտի մեջ կա, մենք դա ենք ցուցաբերում։ Եթե մեր սրտի գահին ուրիշ բաներ լինի, մենք դա կարտասոլենք, դա կխոսենք, չէ որ մեր սրտից է ամեն բան գալիս։ Հիմա ինչ է նշանակում։ Ուրեմն մենք որպես եկեղեցի Տիրոջը պետք է մեր սրտերի մեջ ունենանք։ Թագավորների թագավորին եւ այդ ժամանակ Տերը մեզանից կարտասոլվի։ Այդ ժամանակ, երբ որ մարդիկ մեզ տեսնեն, Տիրոջը կտեսնեն, Հորը կտեսնեն։ Մեր կյանքը, կյանքի աղբյուրը որտից է գալիս։ Սրտից։ Եկեք բացենք Առակաց
4-րդ գլխի 20-րդ խոսքը։ Եթե գնահատենք հորը իրականում սիրելիներս, Տերը կբնակվի մեր սրտի մեջ։ Ամենից ավելի քո սիրտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։ Հիմա որպես եկեղեցի, որպես անհատ, Աստծո զավակ, Աստծո դուստր, չգիտեմ, դուք ինքներդ ձեզի ոնց եք անվանում Տիրոջ մեջ, այդ անունը դուր ասա ու ես Տիրոջը պետքա սրտով պաշտեմ, որովհետև իմ սրտից Տիրոջ կենթանի ջրերը պետքա բխեն, այլ ոչ թե ուրիշ գետեր, ոչ թե ուրիշ աղբյուրներ, այլ Տիրոջ աղբյուրը, Տիրոջ գետը, ամեն, Աստծո սերը, նրա թագավորությունը, երբ որ մենք անենք, կպաշտենք ու կերկրպագենք ու Տերը մեր մեջ ներկա կլինի։ Ավելին եմ ուզում ասեմ, ում որ պաշտում ենք, նրան էլ նմանվում ենք։ Ում որ պաշտում ենք, նրան էլ նմանվում ենք։ Աստվածաշնչի մեջ տեսնում ենք բազմաթիվ օրինակներ, որ Աստված կոչ է անում դադարեցնել ուրիշներին երկրպագել, ուրիշներին պաշտել։ Աստծո խոսքն է ասում, սիրելիս։ Սաղմոս 115-ում ենք կարողանում կարդանք, ես մի փոքր այստեղ մոտ գրել եմ, որ Տեր ասում է դադարեցնենք կուռքերին երկրպագել։ Այդ Սաղմոս ավետարանի մեջ գրված է կուռքերը արծաթն ու ոսկին էին, որ մարդիկ պաշտում էին։ Այդ կուռքերին իրանք պետքա դադարեցնեին պաշտել։ Ասում է, բերան ունեին եւ չէին խոսում, աչքեր ունեին եւ չեն տեսնում, ականջ ունեին, չեն լսում, քիթ ունեն եւ հոտ չեն առնում, ձեռքեր ունեն եւ չեն շոշափում, ոտքեր ունեին եւ չէին քայլում, եւ ձայն չէին հանում իրենց կոկորդով, որտեվ իրանք պաշտում էին իրանք կուռքը արծաթն ու ոսկին։ Եվ Տեր ասում է դադարեցրեք։ Եվ երբ որ անում ենք այդպես, Սաղմոս 115:8-ում գրված է նրանց կերտողներն էլ նրանց նման են։ Եվ բոլոր նրանք, որ իրենց հույսը դնում են դրանց վրա։ Հիմա ում իրանք պաշտում էին, կուռք էին սարքել, ականջ ունեին, չէին լսում, աչքեր ունեին, չէին տեսնում, կոկորդ ունեին, ձայն չէին կարողանում հանել։ Տերը կոչ էր անում, որ դադարեցնել, ուրիշ կուռքերին պաշտել։ Մենք Աստված մեզ այնպիսին է ստեղծել, որ մենք հոգի ունենք մեր մեջ, եւ մենք հոգով պետք է առաջնորդենք։ Տիրոջ տված հոգով, այն հոգով, որը ճշմարտություն է, այն հոգով, որը սեր է, այն հոգին, որը լույս է, այն հոգին, որը խաղաղություն է, այն հոգին, որը նորոգություն է։ Տերը մեր մեջ հոգի է դրել։ Իր հոգով պետք է մենք առաջնորդվենք։ Գիտես, երկրպագության ժամանակ, երբ որ մենք պաշտում ու պատվում ենք Տիրոջը, ես միած հենց օրինակ եմ մոտս գրել, մենք չենք պաշտում երկրպագում Տիրոջը, որ ինքը մեծ լինի, սիրելիս։ Առանց մեր երկրպագությանը, առանց Տիրոջը պաշտելու, ինքը ամենամեծն է։ Ամենամեծն է։ Բայց մենք պետք է երկրպագենք Տիրոջը եւ այդ ժամանակ մեր հասկացողության մեջ կգա եւ մենք խոշորացուցով կկարողանանք տեսնել ինչքան մեծ է Տերը։ Երկրպագելը դա մեզի օգնում է, որ Տիրոջը խոշորացուցով նայենք։ Հələ մի հատ պատկերացրեք, խնդրում եմ։ Հավատում եմ, որ յուրաքանչյուրը ունեցել եք մի ընթացք, որ
մտել եք, ձեր ներքին սենյակը, աղոթք արել եք, երկրպագել եք, վերապրել եք Տիրոջը, կամ այստեղ ծառայության ժամանակ, ինչքան սիրով ես չէ լցվել, ինչքան խաղաղությունով ես չէ լցվել, ինչքան սիրով ու լույսով ես լցվել, դա օգնում է, որովհետև մենք երկրպագում ենք Տիրոջը, հանձնվում ենք Տիրոջը եւ բացվում է, շատ բաներ կա, մեր մարդկային մտքի մեջ մենք չէինք կարող հասկանալ, բայց ասենք մեզի բանալի է տվել, որ կարողանանք իր մեծությունը խոշորացուցով տեսնել նրա մեծությունը մեր կյանքի մեջ։ Դրա համար գրել եմ խոշորացուցով, երկրպագել Տիրոջը կբացվի մեզ ավելի եւ մենք նրա մեծությունը մեր կյանքի մեջ ավելի կտեսնենք։ Երբեք չկասկածես, հենց որ անես, ունենաս այդպիսի ընթաց, հավատա, Տերը կգա, իր ներկայությունով։ Գիտեք, ես մի բան էի մի ժամանակ առաջ մտածում, Տեր չէ որ ես աղոթում եմ, երկրպագում եմ քեզ, իմ աղոթների պատասխանը ես չեմ ստանում, մեկ էլ հոպ, բայց չէ որ դու իմ ներկայությունն ես վայելում։ Վաու։ Կներես ինձ Տեր ասեցի, իրականում շատ անգամ մտածում ենք աղոթքի պատասխան, ասում բայց դու քո երկրպագության ժամանակ իմ ներկայությունն ես վայելում, հերիք չի քեզի էդի։ Այդ ժամանակ արդեն խոսքերը ավելորդ են, ուրիշ ոչինչ չկարողացել Տիրոջ ասել։ Հալելույա։ Նա հզոր է, ամեն։ Երկրպագել հոգով կենդանի ջրերը կբխեն մեր սրտից։ Հովհաննես 7-րդ գլուխ, իրար հետ բացենք։ Հովհաննես 7-րդ գլուխ։ Եվ տոնի վերջին մեծ օրով Հիսուսը կանգնած էր եւ աղաղակում էր ասելով. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի, ինչպես որ գիրքն է ասում։ Ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետերը պիտի բխեն։ Նա այս ասած նկատի ունենալով հոգուն, որը ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր։ Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի։ Ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետերը պիտի բխեն։ Ծարաված է սիրելի, ծարաված հոգի ունենք, Աստված կարող է գալ իր հոգով հագեցնել է ծարավը։ Ոչ մի տեղը ջրերը չեն կարող մենք խմենք, որ մեզ հագեցնի լիովին։ Որպես Տիրոջ անհատներ, հոգևոր դաշտի մեջ գտնվողներ, միայն Տերը կարող է գալ եւ հագեցնել մեր սիրտը։ Իր ներկայությունով, իր հոգով, իր խոսքով, իր կենդանի ջրերով, իր հավատարմությունով, իր արած գործով, ինչպես որ Հովհաննես 3:16-ի մեջ ենք տեսնում, Տերը միայն չխոսեց, ինքը միայն բառերով չասեց, ինքը իր գործով էլ չուսրեց։ Համար մենք էլ մեր գործով պաշտելու, երկրպագելու Տիրոջը, եթե իրականում այդպեսին ուզում ենք լինենք, մենք մեր գործով պետքա ցույց տանք, այլ ոչ թե բառերով ու խոսքերով, այլ մեր քայլերով պետքա ցույց տանք։ Եսայա 55:1 որ Տերը մեզ կանչում է գալ եւ բնակվել կենդանի ջրերի մոտ։ Ասում է եկեք ջրերի մոտ, Եսայա 55:1 Ով բոլորը ծարավածներ, եկեք ջրերի մոտ, եւ դուք որ փող չունեք, եկեք գնեք ու կերեք, եկեք գնեք գինի եւ կաթ, առանց փողի, առանց գնի։ Տիրոջը ոչ մի բան պետք չի, ոչ գումար, ոչ ֆինանս, ոչ մի բան, ինքը Քրիստինեի տաճարն է ուզում, իրանք Տերը ձեզ է ուզում սիրելի,
Տերը ստեղծել է ամեն մեկիս, որ ունենա կենդանի հարաբերություն։ Ու երբ որ ինքը տենում է, որ մենք դժվարանում ենք, ծառավ ենք, ոչ միտեղ չենք կարողանում մի բան խմել հագենալ, ինքը ասում է եկ իմ ջրերի մոտ, եկ և խմի իմ ջրերից, և այդ ժամանակ կենդանի գետերը, աղբյուրները կբխեն, բայց չմոռանանք այստեղ, որ քիչ առաջ ասեցի մեր սրտի դիրքը, ով է մեր սրտի գահին նստած, ով է մեր սրտի գահին նստած, եթե ուզում ենք մենք լինել հոգևոր, հոգու արմատները ամուր լինի, բժշկված լինի, ճիշտ լինի, ուրեմն պետք է գնանք Տիրոջ մոտ։ Այնքան մոտ լինենք Տիրոջը, շատ մոտ լինենք, կպած, շատ կպած։ Ինքը ասում է ես իմ ձեր շնչից էլ ձեզի մոտ եմ, այդքան մոտ է Տերը մեզ։ Ինքը ասում է եկեք իմ ջրերը և ես ձեզի կհագեցնեմ։ Եվ այդ ժամանակ մեր հոգևոր արմատները առողջ կլինեն և կյանք կունենան և պտղաբեր կլինի։ Հեսա դա էլ միասին իրար հետ կընթերցենք։ Դա էլ գրված է Սաղմոս 36-ը ընթերցենք առաջուց, Սաղմոս 36-ի 9։ Սաղմոս 36-ի 9 և 10։ Այս նախադասությունը իմ ամենասիրած նախադասություններից մեկն է։ Հեսա կասեմ, որովհետև քեզ մոտ է կյանքի աղբյուրը և քո լույսով ենք լույսը տեսնում։ Հələ մի հատ ասեք, քո լույսով ենք լույսը տեսնում։ Հələ մի հատ պատկերացրեք, եւ որ Տերը նախ վերապրած ենք լինում Տիրոջը, իրան ճաշակած ենք լինում, Տերը մեզ ֆիզիկական աչքերը ոնց որ ասած, այն ինչ որ տեսել ենք, պետք չի տեսնենք, այլ տեսնենք այն աչքերով, որը Տերն է մեզի տալիս։ Ու սենց լուսավորություն է գալիս։ Մենք ամեն բան լավ ենք տենում, ոչ մի վատ բան չենք տենում։ Տենում ենք այն ինչ որ Տերն է ուզում որ տեսենք։ Իր լույսով լույս ենք տեսնում, սիրելիս։ Հլուսես մի հատ մտածեք, իրականում վերցնում եք երբեմն Աստվածաշունչը կարդում եք, խորում եք Աստծո խոսքի մասին։ Իսկ շատ կարևոր է, պետք է իրականում խորը գնանք։ Ասում եմ, իր լույսով մենք լույս ենք տեսնում։ Խավարի մեջ մի փոքր որ լույս բացեց, միանգամից լուսավորվում է, որ հենց լույսը վառվում է, լուսավորվում է։ Նույնիսկ դուռը որ փակ է լինում, չէ՞, ամենաներքևում սենց անցք ոնց ասեմ, մի փոքր բաց է։ Իսկ որ լուսավորությունը գալիս է, ննջարանը միանգամից լուսավորում է։ Աստծո լույսը իրականում շատ խորն է, պետք է իրականում մտածենք Աստծո խոսքի մասին։ Լավ, գնանք առաջ, որովհետև քեզ մոտ է կյանքի աղբյուրը և քո լույսով ենք լույսը տեսնում։ Շարունակիր քո ողորմությունը քեզ ճանաչողների համար և քո արդարությունը սրտով ուղիղների համար։ Վաու։ Քննենք մեր սիրտ իրականում։ Պետք է ուշադիր լինենք, մեզ թույլ չտանք ուրիշ աղբյուրներից գնանք ու խմենք։ Աշխարհի աղբյուրներից չխմենք, սիրելիս։ Չգնանք խմենք այն աղբյուրներից, որը դառնություն է մեզի տալիս։ Չգնանք չխմենք այն աղբյուրներից, որը կասկածամտություն է մեզի տալիս Տիրոջ խոսքի հանդեպ։ Չգնանք չխմենք այն աղբյուրները, որ մեր սիրտը պղտորում է։ Շատ ուշադիր պետք է լինենք։ Անօրեն է այնքան սենց մեղմ է գալիս, մեր միտքը տանում է, որ մենք սկի չենք էլ նկատում, հոպ, անցնում է օրինակ 2 ամիս, մեկ էլ տեսնում ենք ուր ենք գտնվել կամ ուր ենք հայտնվել, ոչ թե ֆիզիկապես կարանք եկեղեցու մեջ լինենք, այլ մեր մտքով, մեր սրտի դիրքով։ Ով է մեր սրտի գահին նստած։ Ով է իմ սրտի գահին նստած։ Ում եմ ես երկրպագում։ Ում եմ ես պաշտում։
Ում ջրերից եմ ես խմում։ Ում հետ եմ նստած բամբասում։ Ինչ աղբյուր ենք մենք այդ ժամանակ խմում։ Որ աղբյուրից։ Բխտոր աղբյուրից։ Այդ աղբյուրներից մենք երբեք հանգստություն չենք ստանա սիրելիս, այն աղբյուր ջրերից, որ խմում ենք։ Կարող է այդ ժամին, այդ պահին ուրախ լինենք, խոսում ենք մեկի մասին կամ ինչ-որ մի բան խորում ենք, բայց հետևանքը երբեմն մենք չենք տեսնում, հետո ենք տեսնում, այդ պահին չենք տեսնում։ Հովհաննես 15-րդ գլխի 1-ից մինչև 4-րդ խոսքերը։ Հովհաննես 15-րդ գլխի 1-ից մինչև 4-րդ խոսքերը։ Ես եմ ճշմարիտ որդատունկը, եւ իմ հայրը մշակն է։ Յուրաքանչյուր որդաճյուղ, որ ինձ վրա է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն։ Եվ յուրաքանչյուր պտղաբեր որդաճյուղ էտում է, որ առավել պտղաբեր լինի։ Դուք արդեն մաքրվել եք այն խոսքի միջոցով, որ ձեզ ասեցի։ Մնացեք իմ մեջ, ես էլ ձեր մեջ, ինչպես որ որդաճյուղը ինք իրենից չի կարող պտղաբերել, եթե որդատունքի հետ միավորված չլինի, այնպես էլ դուք, եթե ինձ հետ չմիավորվեք։ Տիրոջ հետ մեկ լինել, եկեք այսպես մի հատ սենց խորը մտածենք եւ ուշադրություն դարձնենք։ Հայրը կտրում է այն ճյուղը, որը պտղատու չի։ Ինքը կտրում է։ Բայց այն ճյուղը, որը պտուղ է տալիս, ինքը էտում է, որ ավելի շատ պտուղ տա։ Հիմա նայենք այսպես հոգևորով, շատ դժվար բան եմ ասում իրականում, կարող ենք հեշտությամբ ասենք, Տեր, դու եղիր մեր կյանքի այգեպանը եւ կտրի այն, ինչ որ պտուղ չի տալի մեր կյանքի մեջ եւ էտիր այն, ինչ որ ավելի պտուղ կտա։ Շատ դժվար բան ասա։ Եթե խնդրենք Տիրոջը, նրա կլինի մեր կյանքի այգեպանը, բայց ինչքան ես եւ դու դա կհամբերենք, ինչքան ես եւ դու ոնց ասեմ, կհամբերենք, այդ ցավին կդիմանանք, բայց Տերը հավատացեք, իր սիրողների հետ ինքը անում է դա, որովհետև ինքը նա որ ավելին մենք լինենք։ Ես աղոթել եմ, ասեմ անկեղծ, ասել եմ, Տեր դու եղի իմ կյանքի այգեպանը։ Ու տեսել եմ, Տերը անում է։ Մռմռում էլ է, ցավում էլ է, դժվար էլ է լինում։ Բայց գիտեք, իր ներկայությունով ինքը երբեք ինձ չի թողնում։ Ու այդպես էլ ձեր հետ էլ Տերը կարա, ինքը աշխատանք տանում է, եթե մենք ուզում ենք, ինքը լինում է մեր կյանքի այգեպանը։ Բայց իր ներկայությունը ինքը մեզանից չի վերցնում։ Եթե խնդրենք քո ներկայությունից, բայց դա Տիրոջը պաշտել է պետք, պատվել է պետք, իրան փնտրել է պետք։ Չեն կարա ուղիղ նստած լինենք տելևիզորի առջև կամ չգիտեմ որը, ասենք Տեր դու քո գործ արա։ Կարա անհնարին բան չկա Աստծո համար։ Բայց ինչքան հրաշալի կլինի, որ գնանք Տիրոջ հետ ունենանք հարաբերություն, պաշտենք իրան, երկրպագենք իրան, փնտրենք իրան մեր էությունով, մեր մտքով, մեր սրտով ու ինքը լինի մեր կյանքի այգեպանը։ Ինչպես որ ասեցի, ոչ միայն գործի վայրում, սկսած տեից միջև մեր անձնական կյանքը, այից միջև ձեր,
Նաև ծառայությունների մեջ է, սիրելիներս։ Տիրոջով քայլենք մեր ծառայությունները, Տիրոջով անենք մեր ծառայությունները, Իրան փնտրելով ծառայենք մենք։ Մենք չենք կարա ծառայենք ու Տիրոջը ամեն օր չփնտրենք։ Ժամանակավոր կլինի դա։ Եթե կան բաներ մեր կյանքի մեջ, որը խանգարում են Տիրոջը աղոթել, երկրպագել, իր երեսը փնտրել, սուրբ ապրել, մի հատ էլ, որ սուրբ ապրել, որ ինչպես որ ինքն է սուրբ, եթե բաներ կա, որ մեզի խանգարում է, պետք ասենք Տեր հեռացրու մեր կյանքից։ Եվ ինչպես որ ես սիրում եմ օրինակներով խոսել, այսօր էլ ուզում եմ նորից օրինակով խոսել, որ խնդրեմ այդ սեղանը կբերեք։ Ես շատ եմ սիրում օրինակներով խոսել, քանի որ համ ինձ համար այդ լավ, որտեղ իմ մեջ է լավ տպավորվում, ես եմ լավ հիշում, համելը ձեզ համար։ Սա մեր, այսպես նայենք, սա մեր տաճարն է։ Հա, նոր ծնվել ենք, ամեն բան մաքուր է, շատ լավ է։ Լալա։ Ինչի եմ դրել սրա մեջ, հեզա կտեսնեք, եթե որ երևա ինձ կներեք։ Եվ այսպիսով բաներ կա, որ մեզի խանգարում է մտնել Տիրոջ ներկայության մեջ, Տիրոջը իրականում անկեղծորեն երկրպագել, սիրելիներս։ Դա շատ կարևոր է։ Իմ այսօրվա թեման իրականում այդ է։ Բառերով չէ, ոչ թե միայն երկրպագություն, փառաբանություն չէ, մեր կյանքով երկրպագել Տիրոջը, պաշտել նրան։ Ես դրա մասին եմ այսօր խոսում։ Թող իրականում մեր մտքի մեջ իրականում դա լինի։ Եվ այսպես այս գնդակները, նայեք, ինչն է խանգարում մեզ մտնել Տիրոջ ներկայության երկրպագել։ Դա կլինի կասկածամտություն։ Ինչն է մեզ էլի խանգարում։ Կլինի կասկածամտություն, վախը, բամբասանքը, էլ ինչն է խանգարում։ Նախանձը, սխալ մտածելակերպը, հպարտությունը, ու սենց ավելի շատ բաներ կարող ենք անել։ Ավելի օրինակներ կարող ենք բերել։ Ու այսպես սենց լցվում է մեր տաճարը նախանձով ու ջուրը մնում է տակը։ Հայ կապեր, որ խնդրեմ կդնեք մեջը։ Եվ նոր մենք կարդացինք միաբան, որ Տիրոջ ջրերը պետք է գան։ Ու եւ որ խնդրենք ու փնտրենք Տիրոջ ջրերը, Տեր իր ջրով գալիս է, իր ներկայությունով։ Ու այս ամենը սենց մաքրում է։ Նախանձը դուրսի գալի։ Հանենք։ Ու այ շատ աշխատանք պետք է տանենք։ Ու Տերը մեր տաճարները այսպեսին է դարձնում, ձուլված, մաքրված եւ սուրբ, ամեն։ Բայց գիտեք, Տիրոջ ջրերը այդ ժամանակ որտից է գալիս ու բխում, նոր կարդացինք իրար հետ։ Մեր սրտից։ Այս ջրերը կբխեն մեր սրտից։ Այդպիսի հոգևորներ ուզում ենք չէ լինենք։ Թող նախանձնել կոտրված լինի ու չխանգարի Հիսուսի անունով, որ այսպիսի անոթներ լինենք։ Սա է երկրպագել Տիրոջը, սիրելիներս։ Սա է Տիրոջը փնտրելը, սիրելիներս։ Սա է Տիրոջ ներկայությունը փնտրելը։ Տիրոջը խնդրենք, որ ինքը լինի մեր կյանքի այգեպանը։ Գա, եթե էտելու բան կա, էտի,
Եթե կտրելու բան կա, կտրի։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Սա մի փոքր այսպիսի օրինակ իրականում շատ հզոր է, որ ինչքան մենք խորը մտածենք, գիտակցենք, եւ հետո ինչպես որ Հովհաննես Ավետարանի շատ շնորհակալ եմ։ Եվ ինչպես Հովհաննես Ավետարանի մեջ կարդացինք, դուք երրորդ խոսքից կարդամ նորից, դուք արդեն մաքրվել եք այն խոսքի միջոցով, որ ձեզ ասեցի, մնացեք ի մեջ, ես էլ ձեր մեջ, ինչպես որ որդա ճուղն եմ։ Ինչքան մենք Տիրոջ մեջ մնանք եւ Տերը մեր մեջ, այսպես բոլոր սխալ, ոչ ճիշտ, կեղտոտ աղբյուրները կգան մեր միջից կմաքրվեն ու մենք կլինենք Տիրոջ նման։ Ճիշտ հոգով, մաքուր հոգով, ճիշտ սրտով եւ բոլոր սխալ բաները մեր կյանքից կհեռանա։ Հավատացեք, այդ ժամանակ դուք կտեսնեք ավելի Տիրոջ փառքը ձեր կյանքի մեջ։ Ամեն։ Թող փառաբանության խումբը գա։ Այսօր ուզում եմ, որ իրար հետ իրականում միացեն Տիրոջ ներկայության մեջ, ինչպես որ Տերը հիմա ներկա է, պատվել է մեզ իր ներկայությունով, միացեն հոգու երկրպագություն բարձրացնենք։ Խնդրենք Տիրոջը, որ այն գնդակները, որ մենք նշեցինք, այն ամեն ինչ որ մեզ խանգարում է, մաքրի մեզի, լվացնի մեզի եւ սուրբ անի, ինչպես որ նա է սուրբ։ Ամեն։ Ես խոսքի սկզբից ասի, ես ոչինչ եւ ոչ մի բան ոչ մեկին չեմ ուզում ասեմ։ Սա այն ինչ որ իմ տաճարի մեջ կա, ինչ որ ես Տիրոջից առնում եմ ու ես իրավունք էլ չունեմ միայն դա ինձ համար պահեմ։ Դրա համար իմ առած հայտնություններով ձեր հետ ուղարկի կիսվեցին։ Ազատ հոգով ապրել, խաղաղ հոգով ապրել, խաղաղ մտքով ապրել, մաքուր սրտով ապրել եւ այդ ժամանակ կտեսնենք Տիրոջը ավելի եւ ավելի։ Եկեք միաբան, եթե ուզում ես ոտքի կանգնի, եթե ուզում եք նստեք, ազատ լինենք Տիրոջ առջև, ամեն։